Ձեզ հետ կրկին Արմենն է։ Այսօր ես ձեզ համար կպատմեմ մի առասպել։ Ռայի գաղտնի անունը։ Սա հին եգիպտական առասպել է։ Ժամանակների սկզբին դեռ ոչինչ չկար։ Միայն մի օվկիանոս կար։ Օրերից մի օր այդ օվկիանոսից դուրս է գալիս Ռային։ Եվ օվկիանոսի մեջ ստեղծում աշխարհ։ Նա ստեղծում է աստվածների և աստվածուհիների։ Դրանից հետո նա ստեղծում է մարդկանց, որոնք լինեն իր զավակները։ Արևը իր նավներ և արարիչը ամեն այսօր նստում էր իր նավը և շրջում աշխարհով մեկ։ Բոլոր աստվածներից ու աստվածուհիներից ամենախելացին Իզիդան էր, որը շատ խելացի էր և խորամանկ։ Նա շրջում էր աշխարհով մեկ և գտնում և իմանում բոլոր գաղտնիքները, բայց նա չէր կարողանում իմանալ միայն մեկը, դա արարչի գաղտնիքն էր։ Եվ նա հասկանում է, որ արարիչը ինքնակամ չի ասի իր գաղտնիքը, որտեղ էլ թաքնված է լինում արարչի ողջ ուժը։ Իզիդան հասկանում է, որ Ռային միայն կարող է հաղթել իր մարմինը, և երբ Ռայի խոսելիս է լինում իր աստվածների հետ, նրա բերանից թուք է թռչում։ Իզիդան դա արագ որսում է, տանում է խառնում հողի հետ և ստանում է կավ։ Դրանից հետո նա կախարդական բառեր ասելով այդ կավից ստանում է օձ, և օձը արագորեն կենդանանում է։ Իզիդան զգուշորեն բռնում է օձին, դնում է այն վարում, որտեղ Ռայը միշտ եկել է։ Այդ վայրը Ռայի սիրելի վայրն էր։ Տանում է, բաց է թողում խոտերի մեջ և ուշադիր նայում է։ Օձը ուշացնելով փախնում է և մտնում խոտերի մեջ, և նույն օրն էլ Ռայը գալիս է։ Օձը արագորեն խայթում է նրա ոտքը։ Ռայը իր կյանքում առաջին անգամ ցավ զգաց և ոտքը բռնեց և ընկավ գետ։ Արարիչը իր աստվածներից ու աստվածուհիներից օգնություն է խնդրում։ Նրանք գալիս են, կախարդական բառեր են ասում, բայց չեն կարողանում փրկել արարչի կյանքը։ Եվ այդ ժամանակ Իզիդան գալիս է և ասում է, որ արարիչը պետք է ասի իր գաղտնիքը։ Իզիդան մոտենում է և արարիչն ասում է, որ այնտեղ իր գաղտնի անունն է Ռայ։ Եվ այդ ժամանակ Իզիդան կախարդական բառեր է ասում և փրկում է Ռայի կյանքը։ Սիրելի ընկերներ, այսօր այսքանը։ Մնացեք տանը, օգնեք բուժաշխատողներին, կրեք դիմակ, փրկեք կյանքեր և չմոռանաք միանալ իմ էջին։ Առողջություն բոլորիս, կհանդիպենք։